Վերջապես հարգելի ընկերներ, երկար սպասված պահը, տեսեք նեխուրն էլ փոխում է իր երանգը, փոխեց գրեթե։ Դե ինչ տեսնում եք, ինչ գեղեցիկ դեղին երանգ ստացավ բամյան եւ առասարակ որքան գեղեցիկ է ստացվել մարինադ։ Բայց անցնեսու ետեղ չես նայում Ողջույն հարգելի հետևորդներ, աշունը սարերի ետևում չէ, իսկ դա նշանակում է, որ պահածոների սեզոնը կարելի է համարել բացված եւ այսօր հատուկ ձեզ համար էքսկլյուզիվ պատրաստելու ենք բամյայի մարինադ բոլոր պատրաստման գաղտնիքներով, որոնցով պատրաստում եմ կիսվեք ձեզ հետ։ Առաջարկում եմ արագ անցնել գործի։ Դե ինչ արագ ներկայացնեմ ինչ է մեզ անհրաժեշտ լինելու բամյայի մասին, սա է, տեսեք, ինձ մոտ լավ լվացված առանձին, հիմա կդնեմ մի կողմի վրա, խոսենք, անհրաժեշտ է բացի այդ, նաև գազար, որը կտրատել եմ այսպիսի ձևով, կլորավուն եւ գաթայի համար նախատեսված դանակով, այսպիսի գեղեցիկ շերտերով, ոնց ուզում եք, տենց էլ կտրատեք։ Անհրաժեշտ է 1 հատ քաղցր պղպեղ, վերցրել եմ բուլղարական կարմիրը, սխտոր, պարտադիր կերպով, 1 կիլոգրամ բամյայի համար ես վերցրել եմ 5 խոշոր ատամի, կարծում եմ ավել անհրաժեշտ չի լինի, նեխուր է անհրաժեշտ, դուք նաև կվերցնեք թարմ սամիտ, ես այսօր չեմ օգտագործելու, բայց դուք պարտադիր իրարեք։ Աղ շաքարավազ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, 5-6 հատիկ մոտավորապես միջին չափսի եւ 70%-անոց քացախաթթու պարտադիր կերպով եւ երկե տարաներ, որոնք ես ստերիլիզացնում եմ հենց հիմա, կցուցադրեմ ընթացքում թե ինչպես ենք դա անում, շատ լավ տարբերակ կա, որը տեսել եմ համացանցում, կափարիչները նախորոք եփում ենք, եռացնում ենք, 1-2 րոպե սկսած եռալու պայից, ինչպես միշտ, եւ խոսենք հիմա բամյայի մասին, վերցնում ենք այսպիսի մատղաշ բամյանները միջին այսպես չափսի, շատ մեծ, շատ դախը մեզ անհրաժեշտ չէ մարինադի համար, հենց այս չափսը լրիվ իդեալական է, աշխատում եք վերցնելուց այնպես անել, որ առողջ լինի մթերքը, սա շատ կարևոր է, որքան հնարավոր է թարմ եւ վերցնելուց հետո պոչիկները կտրում ենք միջին, տեսեք, միջին չափսի, այնպես որ ամբողջությամբ կտրված չլինի, բայց երկար էլ չմնա։ Որից հետո թողնում ենք սովորական սառը ջրի մեջ առնվազն 4-5 ժամ։ Կարող եք ոչ գիշեր թողնել, բայց պահպանել իհարկե անվտանգության կանոնները, այսինքն սառը տեղ պահել, սա շատ կարևոր է։ Կամ պարզապես որպես փոխարինող այդ ամենի կարող եք կիտրոնի աղ ավելացնել, ջրի հետ խառնել, լցնել եւ ամեն բան մեզ մոտ շատ իդեալական կլինի, իսկ ընդհանուր առմամբ սա արվում է նրա համար, որ բամյայի մեջի եղած լորձատիպ այդ հեղուկը, որը արտադրվում է, դա բնական է այս տեսակի մթերքի համար, վերանա կամ որքան հնարավոր է նվազի, սա ցանկալի է իհարկե, որ լինի։ Նաև ասեմ, որ ինձ մոտ էստեղ ուղիղ 1 կիլոգրամ բամյա է։ Դե ցուցադրում եմ ինչպես ենք ստերիլիզացնում տարաները շատ արագ ձևով եւ ամենակարևորը հուսալի։ Ինձ մոտ այստեղ երման ջուր է։ Երման ջուրը մոտարապես կիսով չափ լցնելու ենք բոլոր տարաների մեջ։ Հիմա մեկի վրա ցույց կտամ օրինակը, այսպես լցնում ենք։ Բավական է, կիսով չափ լցվեց, վերցնում ենք։ Արդեն ինչպես ցուցադրեցի եռացված կափարիչը եւ դնում ենք այսպես վրայից։ Այսպես թողելու ենք 30-40 րոպե մինչեւ գոլոշու հիման վրա կստերիլիզացվի տարան եւ հետո ջուրը հեռացնում ենք եւ արդեն լցոնում ենք այն բաղադրիչներով, որոնք անհրաժեշտ են։ Այսպիսի լայվ հակ, որը ես տեսել եմ համացանցում, Արգարժան Ազե Գևորգյանի վլոգերից մեկում, այնպես որ շնորհակալություն հայտնենք այս հիանալի տարբերակի համար։ Այժմ կտրատում ենք բոլոր այն բաղադրիչները, որոնք դեռ չենք կտրատել։ Ես հատուկ շեշտում եմ եւ խնդրում եմ բոլորիդ լինել ծայրահեղ ուշադիր մաքրությանը, երբ մարինադի մասին է խոսքը։
շատ լավ լվանում եք բոլոր բաղադրիչները, հատկապես գլխավոր բաղադրիչները, դրալ դեպքում բանան եւ մնացած բոլորը առհասարակ եւ հատիկավոր սև պղպեղը եւ դափնու տերևը եւ այլն։ Բաժանում եմ բուլղարական քաղցր պղպեղը 2 մասի եւ կտրատում եմ կիսալուսնաձև այսպիսի կտորների։ Քանի որ այստեղ եկեք սա 2 մասի այսպես բաժանենք, որ հավասար լինի համաչափ գեղեցիկ եւ այսպես կտրատում ենք։ Կծու պղպեղը կկտրատենք կլորավուն, ոչ թե կիսալուսնաձև, կհեռացնենք այս հատվածը եւ կբաժանենք այսպիսի կլոր բաժինների։ Եթե չեք ուզում, կարող եք իհարկե չօգտագործել կծու պղպեղը, դա ամենևին էլ պարտադիր բան չէ, բայց ամեն դեպքում շատ համեղ է ստացվում, փորձեք։ Դե ինչ հարգելի ընկերներ, ինձ մոտ անցավ մոտարապես 15-20 րոպե։ Տեսնում ենք, որ գոլոշու աշվին պղպջակներ են առաջացել, որոնք ստերիլիզացնում են ամբողջ տարան, կափարիչները եւ ժամանակն է հեռացնելու, թափելու ջուրը եւ անցնելու արդեն բնական գործողությունների հաջորդականությանը։ Դե ինչ սկսում ենք իհարկե, ինչպես միշտ նեխուրից այսպես վերցնում ենք ծալում եւ դնում ենք հատակին։ Շատ թեթև կտրորենք, այսպես մյուսն էլ։ Մոտ 2 ճյուղը բավական է լրիվ։ Դուք այս փուլից հետո ավելացնում եք սամիթը, ես չեմ ավելացնում, եւ սխտորը վերցնում եմ, մեծ է ինձ մոտ սխտորը, միանգամից արագ մանրացնում ենք, այսպես կտորների բաժանում, ավելացնում այսպես 1 ատամիկ, առավելագույնս 2 ատամիկ, եթե միջին է, ինձ մոտ մեծ է, 1 ատամիկը կարծում եմ դեռև նորմալ է։ Գազարկ ավելացնենք, այսպես մի փոքր էլ, ավելացնում ենք պղպեղները, կծու պղպեղը, այսպես, հերիք է, շատ էլ պետք չի, սա ավելորդ էր, հատիկավոր սև պղպեղը, 2 պտղունց, այսպես կավելացնենք, մի թեթև նորից սեղմում ենք, դափնու տերևը, ամեն ինչից ավելացնում ենք, չենք մոռանում, 2 հատ կավելացնեմ եւ հերիք է լրիվ, միջին այս չափսի դափնու տերևներ են ինձ մոտ եւ անցնում ենք բանաները դասավորելուն, ներքևի հատվածում ցանկալի է էլ ավելի մեծերը դասավորել, այսպես գեղեցիկ հերթականությամբ, կապ չունի իհարկե, բայց ցանկալի է որ լինի ամեն բան գեղեցիկ, այսպես դասավորելով գնում ենք, անգամից ասեմ, որ 2 գից 3 1 լիտրանոց տարայի համար է նախատեսված մոտ 1 կիլոգրամ այս չափսի բանան, ես 2-ն եմ փակելու եւ ինչ մնա իհարկե սառցախցիկ կգնենք։ Մարդիկ նայում են ու հարցնում այս ժամանակին արձակում ես որոն Սիրո խոստումներով կյանքից լույս գտավ Բայց անցնում ես ու ետել չես նայում Եվ այսպես նայում ենք նորից բոլոր կողմերից և լավ է Հիմա նորից հատիկավոր սև պղպեղ, քիչ, շատ չենք ավելացնում Էլի 1-2 գազար Կարմիր պղպեղ կծուն չենք ավելացնում էլ, սխտորն էլ շատ քիչ, 1-2 կտոր Կարող եք ընդհանրապես չավելացնել արդեն, բայց ոչինչ, այսպես Երկու կողմից Եվ մանր բանան ենք հիմա վերցնում Եվ գեղեցիկ
Այսպես արդեն պարկած զուշորեն դասավորում ենք, այնպես որ չվնասենք որևէ դեպքում։ Վերջ հարգելի ընկերներ, հիմա ամենակարևոր պայմաններից մեկը վերևում անպայման դնում ենք նեխուր և սամիտ։ Ամենավերևի հատվածում, այսպես։ Սա պետք է մեզ նրա համար, որ մենք կողմնորոշվենք արդյոք եփվելիս ջերմությունը բարձրացել է վերև, քանի որ սամիթը պետք է և նեխուրը իհարկե պետք է փոխեն իրենց երանգը եփվելիս ստերիլիզացման ժամանակ։ Նույն ձևով հիմա շատ արագ ես կլցոնեմ երկրորդը և կանցնենք առաջ։ Երբ ամենավան պատրաստ է, այստեղ ավելացնում ենք, քանի որ 1 լիտրանոց տարա է, 1 դեսերտի գթալ աղ կավելացնենք յուրաքանչյուրին։ Նույնքան շաքարավազ։ Եվ իհարկե էսենցիա ենք ավելացնում 1 ոչ լիքը այս նույն գթալով, բավական է, այս գթալի կեսը, այսպես կավելացնենք։ Եվ այստեղ ավելացնում եմ գոլ ջուր, այսպես, ամբողջությամբ։ Կարող եք եռման ջուր ավելացնել, կարող եք սառը ջուր ավելացնել, բայց այստեղ կա պայման, եթե մենք հիմա եռացնում ենք, ապա եռացնում ենք նույն ջերմաստիճանի ջրով, որով որ լցրել ենք տարաները։ Այլապես նրանք կարող են, ոչ թե կարող են, այլ 90%-ով կճաքեն, իսկ դա մեզ անհրաժեշտ չէ։ Ինչպես նկատում եք, տարայի հատակին ևս շոր կա, սա շատ կարևոր է և կարևոր է այն, որ միմյանց չդիպչեն եփվելիս, դա կարող է նույնպես ճաք առաջացնել, ցանկալի չէ։ Հիմա ես փակում եմ արդեն ստերիլիզացված կափարիչներով, այս երկուսը վրայից կդնեմ ինչ-որ ծանր մի բան և նույն ջերմաստիճանի ջուրը կրկնում եմ, արդեն լցնում ենք կաթսայի մեջ, այնպես որ որքան հնարավոր է գոնե այս չափով լինի ծածկված տարան, այս չափով։ Դրա համար վերցրեք որքան հնարավոր է մեծ և բարձր պատերով տարա, որպեսզի կարողանաք ամբողջությամբ ծածկել։ Ինձ մոտ սա էլ է բավական և լրիվ հերիք է։ Հիմա մոտենանք կրակին, ես հիմա կավելացնեմ հեղուկը որքան անհրաժեշտ է և կշարունակենք խոսել արդեն կրակի մոտ։ Շատերի մոտ հարց է առաջանում, որքան պետք է եփել, եռացնել այս ամենը, որ ամեն բան լինի ճիշտ, ասեմ, որ եռալու պահից սկսած 10-15 րոպեվա ընթացքում նեխուրի վերևի հատվածը փոխում է երանգը, դա նշանակում է, որ ժամանակն է հանելու։ Ամեն դեպքում շատ չենք եփում, որ փափուկ չլինի, մեզ անհրաժեշտ է խրթխրթան մարինադ, հաշվի առեք եռալու պահից սկսած 10-15 րոպե, կախված իհարկե ջրի ջերմաստիճանից։ Եթե սառն է, ուշ է պատրաստ լինելու, եթե եռման ջրով է ամենը արվում, բնականաբար ավելի շուտ։ Ինչպես նկատում եք, ծանր բան եմ դրել վրաներից, որպեսզի եփվելու ընթացքում չթափվի և էսենցիան և մնացածը, բավական է ջուրը, այսքան է տարողություն են կաթսայի, ոչինչ, որևէ խնդիր չկա, կրակը միջին է մեզ մոտ, երկու տարբերակ ունենք նաև կապված էսենցիայի հետ, կարող ենք եռացնել առանց էսենցիայի և ավելացնել վերջում, դա որոշեք ինքներդ, ես միշտ այսպես եմ արել և այս անգամ էլ բացառություն չէ։ Անցնում ես ու ետել չես նայում, սիրտս արեկուցված Թե ինչ հարգելի ընկերներ, ջուրը եռում է, տեսնում եք ամբողջությամբ և եռալու պահից արդեն մոտ 6-7 րոպե անցել է ինձ մոտ, տեսնում եք, որ գույնը փոխվել է ամբողջությամբ բամյայի, սպիտակել է առնվազն, կանաչ երանգը այլևս չկա։ Կանաչ երանգից մնացել է մի փոքր վերևի հատվածում, բայց սա արդեն նորմալ է, քանի որ նույնիսկ կրակից հանելուց հետո ստերիլիզացումը շարունակվելու է, պետք է տաք ինչ-որ բանի տակ պահենք, որից հետո նոր տեղափոխենք դարակ և այլն, խոսեմ ես ավելի մանրամասն մի փոքր ավելի ուշ, իսկ հիմա ուզում եմ ասել, որ ևս 2 րոպե ուղիղ կպահեմ
Եվ կհեռացնենք արդեն կրակից, վերջնական տեսքը ձեզ ցույց կտամ։ Վերջապես հարգելի ընկերներ, երկար սպասված պահը, տեսեք նեխուրն էլ փոխում է իր երանգը, փոխեց գրեթե։ Ինչպես նշում էի, 2 րոպեն էլ անցավ եւ 10-15 վայրկյանից, 20 վայրկյանից ես հեռացնում եմ կրակից։ Այսքանը լրիվ հերիք է մեզ խրթխրթան բամյայի մարինադ ստանալու համար։ Ուզում եմ ասել, որ մյուսը դեռ կրակի վրա է, բայց արդեն մինիմալ կրակով, իսկ այս հրաշքը մենք միանգամից հիմա փակում ենք ձմռանը վայելելու համար։ Դե ինչ տեսնում եք, ինչ գեղեցիկ դեղին երանգ ստացավ բամյան եւ առասարակ որքան գեղեցիկ է ստացվել մարինադը։ Դե ինչ անչափ համեղ բամյայի մարինադը իմ կատարմամբ պատրաստ է արդեն։ Կարծում եմ դուք ինքներդ տեսնում եք, թե որքան գեղեցիկ եւ անկասկած վարպետորեն է ստացվել այս ամենը, քանի որ ես բացի իմ տարրական գիտելիքներից եւ բազում այլ գիտելիքներից ունեմ նաեւ ձեր բոլորի աջակցությունը։ Այնպես որ շնորհակալ եմ անչափ տեսանյութը դիտելու համար, իսկ մենք շուտով կհանդիպենք, մինչ նոր հանդիպում։ Անցնում ես ու ետել չես նայում, Սիրտս արեկուցած